Կա մարդկանց մի խումբ, որ ասում է ամեն դեպքում այս process-ներից հետո էլ ստացվում է, եթե մանդատը վերցնում են, ոնց որ Փաշինյանը շարունակում է թագավորել, ընդդիմությունը գնում է իր մոտ ընդդիմություն աշխատելու։ Այս տեսակետը Ես այս պահին, քանի որ որոշում չունենք, չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ, բայց նաև կոչ եմ անում նրանք, ովքեր մի քանի ձայն են հավաքի, այս ամբողջ ընթացքում խանգարել են, իրենք այդքան ճոռոմ եւ մեծ խոսելու, իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն։ Մենք քննարկենք, նորից եմ ասում, խորհրդակցենք, այս ամեն ինչը հաշվի առնելով այդ որոշումը կկայացնենք։ Այդ որոշումը բխելու ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ Ես չգիտեմ նախորդ 5 տարի Նիկոլի մոտ ով աշխատել, չնայած շատերին գիտեմ, շատ անվանական գիտեմ, բայց առնվազն մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով։ Ու թող ամեն մեկը նաև իր տեղը իմանա, գնալ աշխատել, չգիտեմ ինչ։ Ես ասում եմ, մենք որոշում չունենք, ու այդ որոշումը բացատրում եմ, երբ կարող ենք կայացնել։ Ես ընդհանրապես այս բանը մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ սիրելի հայրենակիցներ, նախ չպետք է հուսահատվել, պանիկայի մեջ լինել, էմոցիաներով առաջնորդվել, չնայած ամբողջությամբ հասկանում եմ։ Ես իմ 15 տարեկան տղային այս վերջի 24 ժամը շատ դժվարությամբ եմ բացատրում, այս ինչա կատարվել, որովհետև խնդիր կա, փողոցում մարդիկ տեսնում են, հուզված գալի փաթաթվում են, լացում են, չեն համակերպվում, իրականում ծանր մթնոլորտ է, թրքապատակ իշխանությունը, որը երկիրը տանելու է մի նոր փորձության, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրությունը ապահովել։ Սա իհարկե ծանր հարված է այն մարդկանց համար, ովքեր դուրս են եղել պայքարի միջայլոց մեկ անգամ եւս շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որ այս ռեպրեսիաներին չընկրկեցին, ճակատները բարձր կռիվ տվեցին ու իրանք իրոք կռիվ են տվել հայրենիքի համար, ու այս պայքարը պետք է շարունակել ճիշտ տրամաբանությամբ։ Հետևաբար թող որևէ մեկը հիմա ես տեսնում եմ, էլի, ասենք 2000 ձայն է մեկը հավաքի, հեռախոսը միացնում սկսում է հոխորտալ, սենց արեք, ընենց արեք։ Լավ, դու այդ իրավունքը ունես, հիմա մեզ ասես մենք ոնց անենք։ Նման մարդկանց մասին չի խոսք, այն մարդկանց, ովքեր որ դաշնամգնությանը քվե են դրել եւ ակնկալում են, որ այդ քվեն տեղ հասնես։ Ցանկացած տեսեք, մեր վերջապես ավելի sense շատ անկեղծ բարձ ասեմ, էլի, մեր հենարանը մեր ընտրողներն են։ Առնվազն այս փուլում մեզ ձայն տվածներն են, մենք ինչ որոշում որ կայացնենք, պետք է հասկանանք ոնց ենք անում, որ այդ պայքարը ավելի ընդլայնենք եւ հասցնենք ճիշտ հանգրվանն։ Այս բանը կարող եմ ասել, որ մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ հաշտվել, համակերպվել չի լինել։ Սրանով աշխարհը չի փլվել եւ վերջացել, ու դեռ մենք բազմաթիվ ուղիներ կան պայքարելու, մեր պայքարը շարունակելու ենք, ուրիշ տարբերակ չկա պարզապես։ Բայց հասկանում ենք նաև այդ հիասթափությունը, այդ վրդովմունքը, որ մեր հայրենակիցները ունեն։ Մեծ ակնկալիքով, մեծ հույսով, ծանր զրկանքների գնով պայքար են մղել, որ այս իշխանությունը չլիներ։ Դեռ կա, դրա համար պետք է գտնենք ճիշտ լուծումներ պայքարը շարունակելու համար։ Այս բանին նորից եմ կրկնում, իմ նպատակը մեր հայրենակիցներին տեղեկացնել, թե մենք ինչ ընթացքի մեջ ենք եւ մեր հաջորդ քայլերը որն են լինելու, որտեղ մարդկանց մոտ տպավորություն կա, որ անընդհատ եթե չենք խոսում, ինչով եք զբաղված, ցանկանում է ընդհանրապես ասել, ինչ process-ների միջով առաջիկա օրերին պետք է անցնենք։